Բարևներ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներին, ովքեր ինձ դիտում են թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Իհարկե մեզ մոտ բարի լույս է, ձեզ մոտ էլ թող բարի գիշեր լինի, խաղաղ գիշեր լինի։ Ասեմ, որ ես ձեզ շատ սիրում եմ, հետևորդներ ջան, ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման լավ հետևորդներ, ովքեր դիտում, գնահատում ու լայքում են ինձ։ Այսօր եղանակը մի տեսակ մռայլ է, ես էլ եմ մի տեսակ մռայլվել, չգիտեմ, եղանակի հետ է, եղանակից է կախված, այսօր մի տեսակ տխրություն է մտել մեջս, ոչ թե միայն այսօր, այլ այս 2 օրը, նույնիսկ երեխաներս էլ են նկատում, մի տեսակ ես այն չգիտեմ ինչի, որ ասեմ ինչ-որ արտասովոր բան է եղել, ինչ-որ մի վատ բան է եղել, ինչ-որ մի խոսակցություն, ոչ մի բան է չի եղել, ուղղակի ես ակամա տխրել եմ։ Երևի եղանակն է այսօր պատճառը, որ իմ տխրությունը էլ ավելի արտահայտվել է։ Հիմա նայում եմ դուրս ու չգիտեմ, ոնց որ թե առաջի ձյունն է գալիս, ինձ այդպես է թվում, հիմա դուրս կգանք պատշգամբ կտեսնենք, ոնց որ թե, տովաշոտն էլ գործից կգամ, ինչ պատրաստեմ, այ մարդ արդեն ես հարցը ինձ ահա որ տանջում է, ահա որ, և որոշեցի հաճարով փլավ պատրաստեմ, հաճարով, ոչ միայն հաճարով, այլ սնկով, մի փոքր, սունկ եմ հանել սառցախցիկից, ես այսպես պահում եմ սառցախցիկում, իմ հավաքած սունկն է, կապույտ ոտք սունկն է, հաճարով փլավն էլ կպատրաստեմ, իմ տարբերակով, ամեն մեկը ունի իր տարբերակը, ես էլ իմ տարբերակով պատրաստեմ, դուք տեսեք, ձեր տարբերակն էլ կարող եք առաջարկել, կփորձեմ ու սկսենք, բայց մի հատ ուզում եմ դուրս գանք պատշգամբ, տեսնենք իրոք ձյուն է գալիս, անձրև է գալիս, ինչ եղանակ է վայքում, ես վայքում եմ, դուք էլ լայքում եք, գնացինք, թե աշկերիս է թվում, չեմ հասկանում, չէ, տխուր է եղանակը, մռայլ, տխուր, անպաց, ուր որ է, ձյուն կգա իհարկե, տեղումները տվել, Հողամասի կողմը ինձ միշտ էլ ձգում է, քաշում է, նայում եմ, երնեք տաքերը կընկնեն, այ մարդ գժվեցի տանը, ես ինչա, այսպես էլ մեկ չէ, հեռվում սարերը, արդեն գագաթները ձյունածածկ են, մշուշոտ, մառախլապատ և այս գիշեր մեզ ձյուն կսպասվի, ձյուն կգա հաստատ, եթե վայքում էլ չդնի, ապա լեռնային գոտիներում հաստատ ձյուն կգա, մենք նախալեռնային գոտի ենք համարվում, սա էլ եղանակի տեսությունը վայքի, տեսակ ինչ է կատարվում, բնակարանը ջեռուցվում է, գազի վառարանն ենք վառել, տաքա, լավ էր չէ, ամեն ինչը ստուգեցի ու հիմա հանգիստ խղճա խոհանոցում ես իմ ճաշը պատրաստեմ, բայց չէ, հաստատ ձյուն կգա, այն որ չեմ ուզում գա, բայց ձյունն էլ կարևոր է թող գա, որ բուսականությունը լավ աճի, ջուր լինի, մի խոսքով բազմիցս հազար անգամ ասել եմ, ասնեմ իմ գործերին, էփութուխին, սունկը դնեմ թող խաշվի, առաջինը սունկը դնենք թող խաշվի, էսի սենց, այսքանը էպտեմ է, լավ է, այսքանը բավական է, այնքան տարբերակներ կան հաճարը պատրաստելու,
բրոկոլիով են սարքում, գազարով էլ, կարտոֆիլով էլ։ Ես այսօր սնկով երևի գազար էլ կլցնեմ, կարտոֆիլ էլ են լցնում, ասեմ, որ հաճարի միջի կարտոֆիլը, որ գցում է շատ համով է լինում։ Լցնենք թոտականա, էպվում եմ, այստեղ ես սոխ եմ կտրատել, հաճարի համար ես մի լավ սոխառած եմ սարքում, սոխերն էլ երկարուկ, մանր կտորներով չեմ անում, լավն է։ Ջուրը եռած, մի պահ դադարեցնեմ, հաճարը արդեն մաքրել, լավ լվացել եմ և տաք ջուր, եթե պետք լինի, հետո էլ կավելացնեմ, հարկ լինի, փոքրիկ սնկերն են, այնքան լավ են, ես ամենաշատը այս փոքրիկ սնկերն եմ սիրում, հիմա աղ լցնեմ, սրան էլ նրան էլ ու հետագա անելիքս կցուցադրեմ, մի գթալ այստեղ, թեյի գթալ, մի թեթև թեյի գթալ էլ սնկերին ու խառնենք, հեսա քամելու եմ արդեն, որովհետև սոխառած եմ անելու, տապակեմ, կտեսնեք, լավ, էլ չասեմ, հերթով, կարգով կնայեք։ Հաճարով փլավին սոխառածն է համեղացնում, ուլում զուլումով կտրեցի, աչկերս էլ մրմրաց։ Այս տապակի մեջ առանձին սոխառածը ես կանեմ։ Սունկը տանեմ քամելու։ Սունկն էլ քամեցի, ինքան լավն են, պուճուրիկ, կլորիկ սնկերը, բայց հիմա շուտ է սոխառած պատրաստեմ իմ թեյացանկից, թեյի այդ խոտաբույսերից ես հիմա այսօր թեյ խմելու եմ մայրամախոտով, այսքանը բավական է, տիկիս նորից ցույց տամ, հիմա էլ կարող եմ սարերից հավաքել, շատ օգտակար է ստամոքսի ցավի, փորացավի, մի խոսքով առողջարար է, ես ուզում եմ սա փորձ խմեմ, տաք ջուր եմ լցնում, այսօր սա ամբողջ օրը այս թեյը կխմեմ, կացայի բերանն էլ փակում եմ, դե գիտեք, հետ հաճարը, բրինձը թափվելու հատկություն ունեն, փրփռում են ու թափվում, թող եռա, այսքան յուղը բավական է, մեծ սնկերը կտրում եմ, փոքրերը կթողնեմ, մեծերը կկտրեմ, ես ամենաշատը այս փոքրիկ սնկերին եմ տեղ տալիս, հավանություն տալիս, իրանք ավելի համով են, մարդկա այն ամենաբացվածներին է հավանում, գիտեք ինչու, որովհետև մեծերի լվանալ մաքրելը մի քիչ հեշտ է, ես այդպես եմ մտածում, դրա համար էլ մեծերն են ընտրում, ընտիր, կապույտ ոտք սունկը, ամենահամեղ սունկն է, առաջի տեղը ես տալիս եմ կապույտ ոտք սունկին, այստեղ թեյնիկը իր տեղը պետք է զիջի տապակին, մայրամախոտը անմահական դեղաբույս է, մի քիչ տենց չգիտեմ, ուզում եմ խմել, կարգավորվել, ընտիր է,
Մի հատ նայենք չվառվի, թե կսպասի։ Սոխը կիսա տապակվել է եւ ես այստեղ, ահա տեսեք, ավելացնում եմ սունկը։ Սունկը կարող ենք սոխով այս ձևով սարքել, մի հատ էլ ձուկ կոտրել վրան, պղպեղ, մղպեղ ու ուտել։ Այսպես էլ չմտածեք սունկ, միայն կարող ենք ձևով պատրաստել։ Այս ձևով էլ սարքեք, իհարկե կանաչիներ, կարմիր պղպեղ, բան ավելացրեք ու վայելեք։ Այստեղ էլ հաճարն է եպվում։ Ահա։ Թող տապակվի, թե սառեց։ Ասեմ, որ տրամադրությունս բացվեց, սիրելի հետևորդներ, հենց ընկնում եմ էփ ու թուխով, հավեսին տենց ուտելիքներ պատրաստելով տրամադրությունս բարձրանում է ու ինչ սարքեմ, որոշել եմ արդեն ինչ սարքեմ, որոշել եմ ու պիտի անեմ։ Տեսեք տապակվեց, ընտիր ու լցնում եմ այստեղ։ Լավն է։ Ու պարտադիր, փակում ենք, սպասում էփվելուն։ Մինչև աճարով փլավը կլինի, ես ինչ եմ պատրաստում։ Այստեղ մաքրել եմ գազարներ և կտրատում եմ այս բլենդերի մեջ, պետք է մանրացնեմ գազարը։ Մանր կտորներ։ Քաղցր գազարը։ Թումով որ պատրաստեցի, Աշոտը գլխի չէր ընկել, չէին մտածել, թե այդ ինչ է։ Ասում մամա այնտեղին պեչենիներից էլի կսարքես, այն ինչով էր։ Ասում դդումով էր, ասում ես գիտեմ ձվի գույնն է, որ չտեսնեն ոնց եմ անում, ինչ եմ անում, ես թվում է լավ էլ կուտեն։ Մանրացնեմ, մանր կտորներ։ Հարեցի, տեսեք ինչքան լավ փրփրեց, սպիտակեց, այ մի պահ դադար տանք, դադարել չէ, կարելի ասել թեքվենք այս կողմ, մի հատ այստեղ ուշադրություն դարձնենք, տեսնենք ինչ վիճակում է, էփվել է, ընտիր տեղը տեղին էփվեց, համը տեղը, ամեն ինչը տեղը, անջատեմ, գոլորշին դե պարզա ցույց չի թողում, որ տեսքը երևա, բայց շատ ախորժելի տեսք ունի, համն էլ ընտիր, փակում եմ, ինքը էլ ավելի հատիկ կլինի ու ջուրը ամբողջովին կվերանա միջից։ Սննդի հարցը վերջ, կռիվը վերջացավ։ Հիմա ես լավ փրփրեցի, շատ լավ բարձրացավ, մի կես թեյի գթալ սոդա եմ լցնում։ Կես թեյի գթալ սոդա, մի փոքր վանիլ, եթե դարչին ունենայի աղացած,
կարելի էր լցնել, բայց դե չունեմ։ Պարտադիր բուսայուղ, որը ավելի փափուկ կսարքի։ Ես թվում է, որ նորություն չի, ձեզանից շատերը պատրաստած էլ կլինեն։ Եթե բիսկվիտ, ապա ես միանշանակ ընկույզ եմ մանրացնելու լցնեմ, որ էլ ավելի համեղ լինի։ Ուզմա ուզեն, ուզմա չուզեն, ես մանրացնելու եմ։ Ահա ընկույզը մանրացրի այս տարբերակով, որովհետև պետք է մի քիչ տենց խոշոր լինի, իսկ բլենդերով արդեն որ մանրացնեմ ինքը փոշի է դառնալու, պետք չի։ Կարես տաս ես անում։ Վերջացրեցի։ Սուրադիր են կող։ Այստեղ ես ավելացնելու եմ մի 1 2 Կարելի է հարցնել ինչ ես 3 գթալ մածուն եւ ինչը ընկույզը։ Մի լավ ընկույզ։ Տեղը տեղին համեղ։ Շատ համեղ է ստացվելու, շատ համեղ։ Շատերի համար նորություն չի, շատերն կզարմանան, կասեն, այս ինչ պետք է լինի, այս ինչ ձև պետք է լինի, ասեմ, որ շատ համեղ է լինելու։ Չափաբաժիններ չկա, ամեն ինչ ինձ մոտ աշկա չափով է, աշկա չափով։ Խմորը պատրաստ է, մոտիկ ես ցույց տամ, տեսեք, ու լցնեմ։ Ամանը արդեն պատրաստ, յուղաթուղթ ու բուսայուղ։ Կողքերը տանեմ խմորը, որ մեջտեղը չուռի։ Ոնց էլ անում ենք, մեջտեղը բարձր է լինում ավելի։ Դրա համար մեջտեղից դեպի կողքերը տանեմ։ Ահա եւ վերջ, թե հիմա ինչքանով ստացվեց, ինչքանով լավ կլինի, մի քիչ հետո կերևա։ Այստեղ հավաքել սալվանալում։ Ոնց որ թե եղելա շատ չմնա բորվի, լավ կորմրելա։ Այսպես և վերջ, հիմա տեղափոխենք այստեղ։ Մի քիչ լավ թողեցի, որ կարմրի, որ էպված լինի։ Տեսեք, ինչ լավ է եղել։ Հոպլա։
Ահա։ Ախվեց, լավ եղել է։ Ուն մասարի կտրենք ու համտեսենք։ Սառեց բիսկվիտը եւ կտրում ենք, չէ՞։ Լիլիթը անհամբեր է։ Անհամբեր է Լիլիթը։ Այո, որովհետև բնտվան չեմ Գազարով բիսկվիտ չի կերել։ Առաջի անգամ ա ուտում, չէ՞։ Օ, երևում է։ Ինչն է երևում։ Ինչն է երևում, Լիլիթ։ Աս Ու, մի հատ նայեք, ինչ լավ է եղել։ выглядит хорошо, а вкус? Վկուսը լկեր կասես։ Վկուսը։ Բենիսիմո։ Համով է, իրոք համեղ է։ Եղել մի նայեք, թխվել է, ընկույզը, գազարը, շատ լավն է, խորհուրդ կտամ, որ թխեք։ Համեղություն։ Լավ է լեփվել է։ Ֆրանց բաղադրատոմսի։ Իմ չափերով լցրեցի եւ ընտիր ստացվեց։